Բարև սիրելի բարեկամներ, եթերում Նոյան Տապանի քննարկում հաղորդաշարն է եւ այսօր մենք քննարկումը կատարելու ենք Գյորգի Միրզախանյանի Կուզբասի հայրենիության նախագահ, հանքարդյունաբերող եւ գործարար եւ մեր քննարկմանը մասնակցելու է նաեւ Կուզբասի հայրենիության փոխնախագահ բնապահպանական նախկին դատախազ Ռաֆիկ Խոջոյանը։ Ողջունում եմ պարոն Նայք մեր տաղավարում։ Բարև ձեզ։ Այսօր մենք խոսելու ենք Հայաստանի հանքարդյունաբերության խնդիրների շուրջ։ Կա այսպիսի մի գաղափար, որի շուրջ մենք շատ խոսել ենք, որ նման ընդերք ունեցող երկիր, ինչպիսին Հայաստանն է, ինքը առանձնահատուկ երկիր է, որովհետև այս փոքր 29000 քառակուսի կիլոմետրի վրա կան բազմաթիվ հանքեր, կա բազմաթիվ հնարավորություններ Հայաստանի ընդերքը օգտագործել իշահ Հայաստանի ծաղկման։ Եվ դա տեղի ունենում, մենք փորձենք հասկանալ դրա պատճառները։ Մեր նախորդ զրույցներում պարոն Միրզախանյանը խոսում էր նրա մասին, որ Հայաստանում օրենսդրությունը կատարյալ չէ այդ իմաստով եւ այդ հանքարդյունաբերությունը մեծ հաշվով չի ծառայում Հայաստանին։ Խնդրեմ ձեր մեկնաբանությունը պարոն Միրզախանյան, մենք խոսել ենք դրա շուրջը, բայց ես կուզենամ դուք նորից հաստատեք կամ հերքեք իմ ասած մտքերը մեր հեռուստադիտողների առաջ եւ մենք առաջ կանցնենք։ Շնորհակալություն, պարոն Հարությունյան, թույլ տվեք նախ ողջունել մեր բոլոր ունկնդիրներին, ամբողջայությանը, որ լսում են այս հաղորդումը Եվս մեկ անգամ հաստատել, որ դուք ճիշտ եք, ոչ մեկ անգամ ենք ասել, որ Հայաստանում լեռնամետալուրգիայի հանքարդյունաբերության գծով օրենսդրությունը ոչ միայն կատարյալ չէ, այլ նաև չի աշխատում։ Եվ դրա համար հանքարդյունաբերությունը եթե ոչ ամբողջովին, այլ մեծամասնությամբ չի ծառայում ոչ Հայաստան պետության եւ ոչ հայ ժողովրդի շահերին։ Մի քանի անգամ մենք նշել ենք, որտեղ սահմանադրությունը 95 թվականի շատ լավներ կատարյալ էր, որտեղ սահմանադրության առաջի սահմանադրության մեջ պրեամբուլայում հռչակագրի մասով 7-րդ կետում գրված էր, որ հանքերի տերը ժողովուրդն է։ Չգիտես ինչու ուղիղ 10 տարի հետո 2005 թվականին երկրորդ նախագահի ժամանակ այդ կետը փոխվեց եւ ես ուսումնասիրելով հարցնելով պատգամավորներին, որոնք այդ ժամանակ մասնակցել են այդ սահմանադրության փոփոխության հաստատմանը, ասեցին, որ սահմանադրության կետի փոփոխության ժամանակ մինչեւ դա եղել է հանրակրվե։ Հանրակրվեն այդ փոփոխությունը չի հաստատել։ Բայց չգիտես ինչու վերջին մեկ շաբաթվա ընթացքում սահմանադրության այդ հաստատման մեջ մտել է այդ փոփոխությունը։ Այսինքն իրենք հաստատում են, որ անօրինական, որտեղ հանրակրվեն թույլ չի տվել այդ կետի փոփոխությունը։ Այլ տեքստ է եղել։ Այդ փոփոխությունը չի եղել։ Դա պնդում են բոլոր մասնակիցները այդ սեսիայի, ազգային ժողովի այդ նիստի, որոնք մասնակցել են, ասում են, որ այլ տեքստ է եղել, հանրակրվեի տեքստը մեկն է, սահմանադրությունում անցած է երկրորդը։ Եվ չգիտես ինչու այդ 2005 թվականում գրվեց, որ բացառիկ տերը հանքերի պետությունն է, բացառիկ տերը։ Այսինքն ժողովուրդը ոչ մի կապ չունի դրա հետ։ Իսկ 2015 թվականին երրորդ պրեզիդենտը ավելացվեց, որ հանքերի կառավարումը իրականացնում է կառավարությունը եւ նրա ուպալնամոչունի օրգանի նրա կողմից լիազորված օրգանները։ Դա կարող են լինել
սեկտորներ, բաժիններ եւ այլն չինովնիկը, որը ոչ մի պատասխանատվություն չի կրում։ Այսինքն ստացվում է ինչ, առաջի սահմանադրությունով եւ ամբողջ աշխարհը գիտի, բոլորը գիտեն, որ հանքերի տերը ժողովուրդն է եւ այդ ժողովուրդը դիվիդենդները պետք է ստանա, դրա միջոցով պետք է զարգանա։ Սոցիալական հարցերը լուծի, բոլոր իրեն բյուջետային հարցերը լուծի, զարգացման վրա պետք է գնա, բայց բարձում է ժողովրդին բացի դուր շպրտելուց հետո մցրել են, տվել են այդ հանքերի, այդ հարստության, ամենակարևոր հարստության ղեկավարում ինչ որ չինովնիկների։ Այստեղ ես պետք է անպայման ասեմ, որովհետև երբ մենք այս հարցը քննարկում ենք տարիների վեր տարբեր պաշտոնյաների հետ, մեզ մոտավորապես այսպիսի պատասխան էին տալիս, որ չէ, կառավարությունը դա ժողովրդի ձևավորված մարմինն է ղեկավարելու ժողովրդի ունեցվածքը եւ ամեն ինչ ժողովրդի կազմակերպումը։ Այսինքն, եթե գրում ես կառավարության, դա միևնույն է ժողովրդին։ Դա կեղծ կարծիք է, թույլ տվեք ասել, որտեվ կառավարության աշխատողը դա վարձու աշխատող է։ Նա երբեք ժողովուրդը չի ներկայացնում։ Ժողովուրդը ներկայացնում է ազգային ժողովի պատգամավորը։ Ժողովուրդը պատգամավորին է ձայն տվել։ Շարունակենք քննարկումը եւ այդ օրենսդրական ոչ կատարելության մասին մենք եւս խոսել ենք ձեզ հետ միասին։ Դուք հիմնականում, քանի որ ձեր գործունեությունը Ռուսաստանում է եղել, դուք լավ գիտեք նաև ռուսական օրենսդրությունը հանքարդյունաբերության ոլորտում եւ դուք մի անգամ ասել եք, որ այդ ոլորտները գրեթե նման են իրար հետ Ռուսաստանի եւ Հայաստանի կարգավորումները բացառությամբ մեկ օրենքի։ Ես կխնդրեմ ձեր մեկնաբանություն։ Այո, դուք ճիշտ եք, կարելի ասել մեծամասնությամբ, թվում է պարոն Խոջյանը կպնդի, կճշտի եւ կհաստատի դա ռուսական եւ Հայաստանի հանքարդյունաբերության վերաբերյալ օրենսդրությունները նույնն են, բայց բացի մեկ օրենքից, որը կոչվում է համաշխարհային արտադրանքի բաժանման օրենք, որը հենց սովետական միության փլուզումից հետո անմիջապես բոլոր սովետական միությունից առանձնացած հանքարդյունաբերող հանրապետությունները, արդեն նոր պետությունները բոլորը ընդունեցին, բացի Հայաստան պետությունից։ Կբայտաբանեք մեզ, պարոն Խոջոյան, ինչ է այդ օրենքը, ինչով է դա ուրեմն Закон о разделе продукции. Я прошу прощения, можно по-русски, я, поскольку не владею таким свободным на армянском языке, поэтому, хотя очень люблю сирумами, лезун, բայց ասենք терминер կավորչեմ կարա ասեմ հայրեն. Но в данном случае я считаю, что было бы интересно посмотреть практику международную. Дело в том, что грандиозная практика существует в международной практике. То есть, если посмотреть, допустим, страны, которые являются добывающими, тот же Китай, а Китай работает в Африке, в Азии и так далее, по всему миру. Как там решаются эти вопросы? Это вот с точки зрения, скажем, практики я посмотрел, какова ситуация там. Посмотреть можно, как работает Америка в других странах. И выработать общую какую-то стратегию и принимать решения. То есть с учетом сложившейся международной практики. Вот я бы подошел к этому вопросу именно таким образом, поскольку зачем изобретать велосипед, который уже изобретен кем-то, да? Поэтому с учетом этой практики было бы, если Армения стоит в обочине, с краю, так скажем, ее надо привести в соответствие с международной практикой. Вот это моя позиция четкая. Что касается экономической стороны, мне трудно судить, потому что я не экономист, я больше юрист, и тем более занимался долгие годы именно природоохранной деятельностью. Соответственно, давать заключение по экономическим вопросам, считаю невозможно, поскольку не владею такими познаниями. Հասկանալի է, շնորհակալություն եւ քանի որ այստեղ շատ հաճախ մեզ մոտ հանքարդյունաբերությունը մանավանդ առաջի հանրապետության հետ սկզբնական շրջանում
դա նոր անկախ Հայաստանի իշխանությունների եւ միջև իշխանություն դառնալը այդ շարժման ղեկավարների թիրախում էր գտնվում, որովհետեւ հանքարդյունաբերությունը ըստ նրանց դա ուրեմն բնությունը աղտոտելու, բնությունը ուրեմն ոչնչացնելու նպաստում էր նրան, որ հիվանդությունները տարածվեն, որ մարդիկ այդ շրջանում չապրեն, որ թողեն գնան Հայաստանից, հանքարդյունաբերությունը ինչ որ իմաստով սկզբնական շրջանում թիրախավորված էր, բայց հետագայում կարծես թե բոլորը աչք փակեցին այդ ուրեմն վտանգավոր երևույթների վրա եւ այսպես շատ ակտիվ զարգացավ հանքարդյունաբերությունը Հայաստանում։ Ինչ կասեք պարոն Միրզախանյան սրա մասին։ Շնորհակալություն, ճիշտ հարցրեցիք, իրականում այդպես է։ Հայաստան պետությունը ստեղծվել է 91 թվականին, բայց Սահմանադրությունը ընդունվել է 1995 թվականին եւ առաջի անգամ 95 թվականից է արդեն պետությունը իրավունք ունեցել ուշադրություն դարձնելու հանքարդյունաբերությանը, քանի որ մինչև այդ Հայաստանի բոլոր հանքերը ղեկավարում էին կենտրոնից Սոյուզնի, միութենական նախկին սովետական միության կենտրոնից եւ ամբողջ ինֆորմացիան գտնվում էր կենտրոնում Մոսկվայում, Հայաստանը իրեն ստրուկտուրաները չուներ աշխատելու առանցին հանքարդյունաբերության վերաբերյալ եւ քան այն կազմակերպությունները, որոնք հանքարդյունաբերության մեջ Հայաստանում աշխատում էին, տրադիցիոն ձևով մինչև 95 թվականը իրենք աշխատել են սովետական միության օրենքներով, սովետական միության ղեկավարվել են Մոսկվայից։ 95 թվականից նոր կառավարությունը փորձեց աշխատել առանձին, կնքել պայմանագրեր եւ շահգործողների, օգտագործողների եւ իրենց ստրուկտուրաները ստեղծել, բայց ուշացած արդեն եւ 95 թվականից, երբ որ առաջի սահմանադրությունը եղավ, գիտեինք, ռուսական կազմակերպություններն էին համախառն Հայաստանի կազմակերպությունների հետ եւ հետագայում նոր առաջացան արտասահմանյան կազմակերպություններ։ Այդ բնագավառը ուշադրության կենտրոնում չէր։ Իրականում հետո ուշադրության կենտրոնում եղավ, երբ որ արդեն 95 թվականից, քանի որ պայմանագրերը Հայաստանի հանքերի օգտագործման պետք է կնքվեր Հայաստան պետության հետ պայմանագրերը, նոր ինվեստորները, հանքարդյունաբերության աշխատողները դրսի հիմնականում առաջինը եկան Հնդկաստանի, Անգլիայի, Գերմանիայի, Ամերիկայի երևում էին եւ իմանալով որ արդեն գործում է Հայաստանից օրենսդրությունը կնքում էին պայմանագրեր արդեն Հայաստանի իշխանության հետ եւ Հայաստանի իշխանությունը չունենալով փորձ միջազգային օրենքների այդ բնագավառում իհարկե կնքում էր պայմանագրերը այսպես թերի ձևով ոչ համապարփակ եւ շատ ժամանակ ոչ ի օգուտ հայ ժողովրդին եւ Հայաստան պետությանը։ Թերությունը այդտեղից է։ Այստեղ շատ կարևոր է հասկանալ հարցը պարզապես գրագիտության կամ այդ բնագավառում գիտելիքների բացակայության մասին է։ Այո։ Թե շատ պաշտոնյաներ այն ժամանակ փորձել են օգտվել այդ ամենաթուղությունից եւ պետության թույլ վիճակից եւ կնքել պայմանագրեր, որոնք ի վնաս են Հայաստանի Հանրապետությանը եւ ի օգուտ են իրենց գրպանի։ Տեսեք, ես մի փոքրիկ մեջբերում անեմ, մենք բազմիցս խոսել ենք լուսահոգի Հակոբ Սանասարյանի հետ, Հայաստանի կանաչների միության նախագահի հետ, որը այդ հարցերը ամբողջ կյանքի ընթացքում բարձրացել է եւ ամբողջ կյանքի ընթացքում եղել է անխոճ մարդիկ դրա հետ կապված, անզիջում մարդիկ։ Եվ օրինակ նա հաճախ բերում էր մի այսպիսի հետաքրքիր փաստ։
Երբ հանքարդյունաբերությունը տեղ ունենում, հանքարդյունաբերությունը քանդում է լանդշաֆտը, ճիշտ է, հող է դուրս հանում։ Քաղաքակիրթ երկրներում ես շուտով կհարցնեմ Ռուսաստանում դա ինչպես է, դուք կասեք, եւ այս, ասենք, մի տոննա հանքի մեջից նա հանում է, ասենք, օրինակ, մի գրամ ոսկի կամ որևէ այլ բան։ Այսինքն, այս ամբողջ մի տոննա մինուս մի գրամը ինքը դառնում է արդեն անպետք դատարկ ապար իրենց համար, անկախ նրանից դրա մեջ ուրիշ բաներ կան թե չէ, եւ դրանից ձևավորվում են պոչամբարներ կամ ինչ-որ բաներ են առաջանում։ Հիմա քաղաքակիրթ երկրներում գործարարը երբ աշխատում է այդ մի տոննան հանում է եւ լցնում է մեկ ուրիշ տեղ, ինքը այս տոննայի համար վճարում է բնապահպանական վճար որոշակի։ Եվ այս բնապահպանական վճարները բավականին բարձր են եւ դրանք են որոշում թե արժե արդյոք այդ մեկ գրամ կամ կես գրամ ոսկու համար քանդել եք այդ մեկ տոննա ապարը թե ոչ, որովհետև եթե դու այդ ապարի համար նաև վճարելու ես ունես լրացուցիչ ծախս, արդեն 100 անգամ կմտածես թե ինչպես է լինում։ Հիմա Հայաստանում օրենքով այդ վճարը դրված էր երկար տարիներ դրված էր 0։ Եվ դա բերեց նրան, որ շատ հանքեր կամ հանք երևակումներ, որոնք որ նորմալ պայմաններում կհամարվեին ոչ շահավետ շահագործման համար, հիմա դարձան շահավետ եւ սկսեցին շահագործվել տարբեր ընկերությունների եւ անհատների կողմից։ Հիմա հարց պարոն Խոջոյանին, արդյոք Ռուսաստանում եւս այդպիսի վիճակ է եւ այս այդ ապարների համար կա 0 վճար, կարծեմ հիմա Հայաստանում փոխվել է, այդ մասին էլ դուք խոսեք։ Համեցեք։ Я вас понял. В России этот вопрос решается немного по-другому. Независимо от того, то есть природопользователь при добыче полезных ископаемых, значит, естественно, вскрышные работы, ну, допустим, условно, если уголь добывает, либо там золото, он эту продукцию берет, извлекает туда полезные ископаемые, и отходы классифицируются по классам опасности. И если эти отходы относятся к первому классу опасности, там есть 1, 2, 3, 4, 5. То есть наиболее опасный это 1, потом 2, потом 3, 4 малоопасный, 5 практически безопасный. Если у каждого отхода имеются свои паспорта, паспорт отходов. И исходя из классификации этих отходов, если опасные отходы, естественно, предприятие платит, обязано платить негативное воздействие. Это регулируется постановлением правительства Российской Федерации. Там существует механизм определения платы за негативное воздействие. И в зависимости от объема накопленных отходов, предприятие, естественно, платит, обязательно платит за негативку. Если эти отходы относятся к 5 классу опасности, то есть практически безопасны, то предприятие может использовать эти отходы для отсыпки дорог. Если, допустим, щебень или гравий попадается, ну, условно, нечто подобное. Соответственно, все зависит от класса опасности этих отходов. Вскрышные породы, допустим, условно, при добыче каменного угля, вскрышные породы, они практически безопасны. И они просто размещаются в зависимости от проекта, разрабатывается проект добычи полезных ископаемых, определяются места временного или даже постоянного складирования. То есть эти вскрышные породы куда-то размещаются, потом после отработки этого месторождения проводится обязательно порядка рекультивации нарушенных земель. То есть эта процедура, она прописана от начала до конца, от начала производственной деятельности и по окончанию этого цикла. При этом это решается не после того, когда предприятие все добыло, она поэтапно решается. Вот этот участок закончил, провел рекультивацию, закончил, провел рекультивацию. Поэтому, что касается негативного воздействия, все предприятия
в России, которые хоть незначительно влияют на окружающую среду, платят за негативное воздействие. Это точно. Которые используются как... В том числе и в горнодобывающей промышленности. Хорошо. Պարոն Միրզախանյան, ձեր մոտեցումը Հայաստանյան իրավության։ Մինչև 2018 թվականը, այսպես ասած, негативное воздействие Բացական ազդեցության համար։ Այո, վնասակար ազդեցության համար վճարումներ չեն եղել։ Եվ ոչ մեկ անգամ ենք ասել իմ առաջարկությունով առաջի անգամ հանդիպելով նախարարի հետ, համաձայնեցնելով մինչև այդ վարչապետի հետ, այսօրվա կառավարությունը 21 թվականից դա դրեց, արդեն մցրեց հարկային դաշտ եւ սկսեցին արդեն եւ վնաս պատճառելու համար վճարել վնասի արժեք եւ սկսեցին վճարել նաեւ հարկեր եւ արտաբյուջետային ֆոնդեր գումարներ վճարել, այսինքն առաջին անգամ 21 թվականից այսօրվա կառավարության ժամանակ հանքարդյունաբերությունը մտավ հարկային դաշտ եւ վնասի հատուցման ծախսերի փակում մցվեց եւ կարելի է այդ արդեն երևի ստրուկտուրաները կան, աշխատում են, ամեն տարի ես գիտեմ, որ կառավարությունը փորձեր է անում ավելացնի այդ տոկոսները եւ վնասի հատուցման, եւ հողի, եւ ջրի, եւ օդի, եւ փորձեր է անում հարկերի մասը բյուջետ մտնող եւ ֆոնդեր մտնող մասը, բայց ինչքան գիտեմ, հենց կառավարությունը այդպիսի հարց է բարձրացնում, հանքարդյունաբերողները ինձ թվում է արհեստական այսպես դժգոհություն են կազմակերպում եւ չեն ուզում որ ենթարկվեն այսինքն կառավարության սկզբունքային քաղաքական մոտեցումից է կախված թե ինչքան մեծ եկամուտներ պետությունը եւ ժողովուրդը կարող է ստանալ հանքարդյունաբերությունից կախված է կառավարության սկզբունքային մոտեցումից պետք է ռիսկով օրենքի լավ իմացումով կամ լավ օրենքներ մտցնելով պետք է հասնել դրան բայց ցույց է տալի որ հանքարդյունաբերողները ամեն անգամ կարողանում են թույլ չտալ որ բարձրացնեն իրենց հարկերը դա խոսում է օրենսդրության կակրած թերության մասին Շնորհակալություն, հիմա մենք դուրս կգանք կարճատև գովազդային դադարի, որից հետո կշարունակենք մեր քննարկումը, սիրելի բարեկամներ, մնացեք մեզ հետ, գովազդը եթերում։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե Ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան Փոստը Գրանադայի ուզում տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 փաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։
Ջակփաթի Գլենդելի հասցեն է 11:35 North Pacific Avenue հեռախոս 818 813 2252 Ջակփաթ հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ Մենք շարունակում ենք մեր հաղորդումը եւ իմ հաջորդ հարցը ուղղված է պարոն Խուջոյանին։ Պարոն Խուջոյան, դուք երկար տարիներ աշխատել եք որպես բնապահպանական դատախազ Ռուսաստանում, Կուզբասում։ Եվ քանի որ Կուզբասը հենց հանքարդյունաբերական շրջան է, այնտեղ անընդհատ ինչ որ խնդիրներ են եղել, որ դուք պահպանել վերահսկել եք էկոլոգիական ուրեմն վիճակի պահպանումը հանքարդյունաբերության կողմից կամ ներկայացրել եք պատժման նրանց, ովքեր խախտում են։ Ինչ խորհուրդ կտաք Հայաստանի իշխանություններում այս ոլորտը բարելավելու համար։ Արդյոք ձեր փորձից ելնելով կարող եք ներկայացնել այն տարբերությունները, որ կան Հայաստանում այս ոլորտում, եւ ինչ է պետք անել։ Я, честно говоря, когда я последние 2 года я приезжаю практически каждый год и, ну, конечно, вижу сдвиг в положительную сторону Армении, но меня всегда поразило и поражает до сих пор не совсем благоустроенные города в Армении, особенно мелкие. Меня что поражает? Не то, что как они выглядят, а то, что вокруг домов, вокруг магазинов и так далее, даже зон отдыха, куда мы ездили, накопленный мусор не убирается, никто не убирает. Я бы поставил в первую очередь наведение порядка в этой сфере. Почему? Сейчас объясню. Везде существуют управляющие компании. За каждым домом прикреплен ЖЭК так называемый, да? Эта управляющая компания обязана обеспечить санитарные экологические нормы, хотя бы элементарные, на своей территории. Систематически убирать этот мусор. А там, честно скажу, у меня такое ощущение, что годами не убирается. Есть такое. Я бы поставил первый вопрос именно, ну, скажем так, хотя бы на бытовом уровне начать эти вопросы решать. Второй вопрос. Нужно воспитывать с детства наших детей о том, что нельзя этот мусор выбрасывать. А я видел и вижу, что наши, особенно мужчины, курят и бросают, курят и бросают. Но понятно, что нужно еще обеспечить урну, куда можно этот мусор выкинуть. Прошу прощения, я, может быть, с мелкого начинаю, но сейчас я перейду к более глобальным вопросам. То есть на бытовом уровне нужно начинать с детей и заканчивая нами всеми вместе взятыми. Второй момент, что касается, скажем, вопроса экологической безопасности для населения, особенно меня это интересует. Я посмотрел, проезжая Армению, посмотрел, что практически вся Армения изрыта
этими, компаниями, которые ведут добычу песка, гравия, я не знаю, щебня и так далее. То есть вот при этом странно, что эти участки не защищены какими-то заборами или какими-то другими сооружениями, исключающими, во-первых, обзор. Неприятно смотреть, да, на вот это вот все промышленное предприятие. Второе, пыль и грязь, оттуда все в процессе добычи, она попадает на соответствующие дороги. Ну, если говорить о дороге, допустим, Сиван-Ереван, да, то есть вот, или Ереван-Сиван. И справа, и слева ведут добычу. Я бы, конечно, поставил бы вопрос предпринимателям. Во-первых, закрыть обзор. Во-вторых, периодически поливать в процессе, особенно добычи, поливать эти участки с целью минимизации выбросов пыли, грязи и так далее в окружающую среду. Дальше, что меня, скажем, немного, я посмотрел законодательство Армении в части соблюдения санитарно-биологического то есть соблюдения санитарных норм в отношении, скажем, жителей и так далее, то есть прилегающих к этим крупным промышленным предприятиям. Меня интересует следующий момент. Значит, в Армении, значит, так же как и в России, существуют предприятия, которые классифицируются по зонам опасности, по классу опасности, так скажем. В России это 1, 2, 3, 4, 5. Значит, и там в зависимости от класса опасности существует санитарно-защитная зона, где нельзя размещать жилые объекты. И если эти жилые объекты там есть, то предприятия обязаны их переселить. Либо сократить эту санитарно-защитную зону, либо переселить людей. Значит, более благоприятной в экологическом плане для проживания, скажем, людей переселить. Соответственно, эта работа у нас это очень активно проводится. Особенно такие предприятия, как Георгий Антонович знает, значит, крупное химическое предприятие «Азот». Там очень много людей переселили. Значит, очень много угольных предприятий, которые в горных работах, то есть куда попадают населенные пункты, их практически все выселяют. То есть компания выкупает эти дома, выдает им деньги, либо строит им новые дома и переселяет. Я посмотрел, что в Армении такой практики нет. Но жители жалуются на, вот я недавно видел Амурсар или где там, что жители перекрывают дороги, не хотят, чтобы это, но если то есть проживание в таких условиях нарушает их санитарные нормы, экологические нормы, то тогда то есть компания, которая непосредственно ведет там добычу полезных ископаемых и которая планирует там вести, она должна определить и экологические, и экономические риски. И если данные жители попадают в санитарно-защитную зону этого предприятия, она должна быть каким-то образом определена. Я не знаю в армянском законодательстве, как эта вся процедура проходит, но не совсем хорошо знаком. Соответственно, если определить, что жители попадают в санитарно-защитную зону, а это, если, допустим, грузовики проезжают рядом с этой деревней, и постоянно, представляете, какой шум и какая пыль, да? Соответственно, эти жители должны быть переселены. Вот такие моменты есть, это долго можно рассказывать, честно могу сказать, 1 часа не хватит, даже 10 часов, практики настолько много, поэтому это вкратце, чтобы я бы посоветовал. Ну а что касается, скажем, органов контроля и инспекционных этих, я думаю, может быть, чуть попозже, если можно. Или могу... Можете сейчас. Можно, да. Ну, например, для меня непонятно создание экологической полиции в Армении. Есть инспекция, есть прокуратура. Инспектор проверяет, выявляет нарушения, и в случае, если и устанавливаются признаки состава преступления, либо и иных незаконной деятельности, материалы передаются в прокуратуру, прокуратура возбуждает дело, не возбуждает, а передает, ну, в России так, выносит постановление и передает в следственные органы.
для принятия решения о возбуждении уголовного дела. Если условно Следственный комитет не возбуждает, прокурор не согласен, то, соответственно, это все обжалуется. Но, во всяком случае, эта процедура именно таким образом решается. Что делает в данном случае полиция и каковы ее полномочия? Она либо делает работу инспектора, либо непонятно. Полиция может обеспечить безопасность, скажем, инспекционных органов при проведении каких-то мероприятий. Но это функции общие функции, скажем, районных отделов полиции, так скажем, да. Это, я считаю, что это, ну, скажем, моей точки зрения, это, может быть, сэкономит бюджет Армении. Потому что там очень много и техники покупается, и людей, и зарплаты, и так далее. Но они дублируют, по сути, работу инспекции. Я бы с этим не согласился. Հասկանալի է։ Պարոն Միրզախանյան, պարոն Խոջոյանը ներկայացրեց այդ բնապահպանական կարևոր ուրեմն լուծումներ, որոնք որ պետք է արվեն եւ Հայաստանում երևի ոչ այդքան հետևական են արվում, բայց կան ավելի լուրջ խնդիրներ, քան ասենք այդ փոշին, ես նկատի ունեմ այն դատարկ կապարները, որոնք պարունակում են թունավոր նյութեր, որոնք կուտակվում են պոչամբարներում, պոչամբարների վատ պաշտպանություն, պոչամբարներից հաճախ արտահոսքեր դեպի մոտակա գետակներ, ջրային ռեսուրսներ, թթվային դրենաժ քանդած ուրեմն տարածքներում անձրևներից եւ ձյունի հալոցքից առաջացած, որոնք կարող են աղտոտել, ասենք, շրջակա ջրային աղբյուրները եւ միջավայրը։ Այս ամբողջը կարծես թե մնաց բաց։ Մեր էկոլոգիական պայքարի գագաթնակետը ամուսարի հարցում էր, բայց դրանից հետո եկած իրադարձությունները կարծես թե ետին պլան մղեցին այդ ամբողջը եւ հիմա կարծես թե այդ հարցերով ոչ ոք չի զբաղվում։ Ճիշտ հարց եք տալիս, ես մի քիչ հուշեմ, որ մեր ունկնդիրները հասկանան, պարոն Խոջոյանը ինչի մասին էր խոսում, երբ որ մագիստրալային ճանապարհներով գնում ես, շատ վատ վիճակ ես տեսնում, սանիտարական զոնան շատ տգեղ պատկեր է երևում, դա ոչ համապատասխան սանիտարական նորմերին, ոչ մետաղական հանքերի, այսպես անշուք տեսքն է, որը պետք է արդեն բերվեն սանիտարական նորմերի։ Ես ներողություն եմ խնդրում, ես կարող եմ ավելացնել, ասենք բոլորովին վերջերս ես գիտեմ, որ Եղաշեն գյուղում այնտեղ ավազի հանք են ուզում բացել, բնակիչները դեմ են, ինչ որ միտինգներ են անում, գնում են շրջկենտրոն եւ այլն, որովհետեւ պրոցեդուրան, որով բացվել է այդ հանքը, խախտվել է ըստ երևույթին, մի 4-5 հոգով հավաքվել են, ժողով են արել եւ համաձայնվել են, որ բնակիչները համաձայն են եւ հանքը բացվել է, իսկ այդ հանքի ամբողջ այդ պարունակությունը ավազի հանքի պետք է գյուղի միջով բեռնատարները անցկացնեն եւ բերեն։ Այսինքն այդ նույն պատկերներ, որ դուք նկարագրեցիք, բոլորովին վերջերս մի քանի շաբաթվա հարց եմ ասում։ Եղավ, իսկ ձեր հարցը ուղղված ինձ դա արդեն մետաղական հանքերի մասին է, մետաղական բաց եւ փակ հանքերի մասին է, որը այս ճանապարհներով գնալուց շատ քիչ է երևում, որտեղ արդեն ճանապարհից մի քիչ հեռու են։ Մեր հիմնական խնդիրները դա Հապանի, պղնձամոլիբդենային կոմբինատի, Քաջարանի, Մեղրիի, Սոտքի, Ալավերդու այդ հարցերի մասին է եւ խախտումով բնապահպանական օրենքների խախտումով եւ չապահովելով հանքարդյունաբերության վերաբերյալ բոլոր օրենքները արդեն վտանգը բնությանը լինում է շատ մեծ
եթե ոչ մետաղական հանքերում միայն փոշի ձևով է ախտոտվածության մանրախտոտվածության, իսկ այնտեղ արդեն մետաղականի դեպքում թունավորվածության մասին է կիսլոտային այդպես ասած դրենաժային հոսանքների գետերի կեղտոտվածության եւ թաքնված հիվանդությունների, որը չի բացահայտվում կամ չի ստիպված իշխանությունը թաքցնում է, որտեղ այդտեղ կա մեծ խնդիրներ։ Եթե այդ մասին խոսենք, որպեսզի այդ խնդիրները չլինեն եւ հիմնականում մեր հարստությունը մեծամասամբ մետաղական է, ինչպես գիտենք, մեր հայկական լեռնաշխարհը մեծ հարուստ պաշարներ ունի, մենք ոչ մեկ անգամ ենք ասել, նախնական հաշվարկներով այսօր արդեն քանի որ հաշվարկը պիտի անի Հայաստանի իշխանությունը, բայց ոչ միտեղ դա չի երևում, ընդհակառակը ցածրացնում են, իբր թե պաշարները ցածր են, բայց նույնիսկ սովետական միության վերջին տարիների տվյալների հաշվարկների հիման վրա այսօր մոտավորապես Հայաստանը այս 30,000 քառակուսիում պաշարներ հանքահումքային մետաղական ռիդկազիմելնի հազվագյուտ մետաղների եւ ոչ մետաղական պաշարները իրար միասին վերցրած մոտավորապես 15 տրիլիոն դոլարի պաշարներ գոյություն ունի եւ պիտի դա դրվեր պետության որպես սեփականության հաշվարկի մեջ, բայց դա այսօր չի երևում եւ քանի որ պետությունը այդ համապատաս չի օգտագործում հանքերի օգտագործման համաշխարհային օրենքը, արտադրանքի բաժանման համաշխարհային օրենքը ակտիվորեն չի ուշադրություն դարձնում, չի ուզում, որպեսզի ինքը հաշվառում կատարի իրեն հարստությունը եւ դա գալիս է նրանից, որ ասեցինք արդեն սահմանադրությունում ժողովուրդը տերը չի գրված, որ ժողովուրդն է հանքերի տերը, բնական ռեսուրսների տերը եւ հսկողությունը պետության կողմից պատշաճ ձևով չի կատարվում, պարոն Խոջյանը նշեց, թե դատախազության եւ հսկող օրգանների փոխարեն ինչ որ ինսպեկցիա է ստեղծվել, որը հասկանալի ֆունկցիա է կատարում, ինչպես ոստիկանություն, դե մենք հիմա չենք կարող դրա մասին խոսել, ավելի մանրամասն տեղեկություններ ես չունեմ, բայց ամեն դեպքում, եթե այդպիսի մարմին է ստեղծվում, ուրեմն կա դրա անհրաժեշտությունը, որ ինչ որ վերահսկողություն լինի, գուցե ինսպեկցիան մեզ փոխարինում է ոստիկանությունը։ Բայց ես ասեմ եւ ձեզ հակաճառեմ եւ կառավարությանը, որ հսկողությունը ձևական չի կարող լինել, հսկողությունը ըստ էության պետք է լինի, որպեսզի լինի հսկողություն, դու պիտի իմանաս ինչին ես հսկում։ Եթե մենք չգիտենք այս անկում ինչքան պաշար կա, ինչպես կարող ենք հսկել։ Մենք լիցենզիա ենք տվել, ենթադրենք ոսկու, բայց այդ ոսկու արտահանման ժամանակ կողքից մի քանի էլեմենտ նույնպես գողացվում է, հա, որպես հարակից մետաղներ հանքեր գողացվում է։ Եթե այդ պարունակությունը դու չգիտես ինչպես հսկես, ինչ հսկողություն է լաբորատորիաների խնդիր է։ Այո, այդ հիմա ես ուզում եմ, որպեսզի կարողանաս հսկես, պիտի այդ հսկողությունը լինի միայն օրենսդրության սահմանում։ Երկրորդը բացակայությունը այդ արտադրանքի բաժանման օրենքի համաշխարհային օրենքը բացակայությունը թույլ չի տալի, որպեսզի դու պայմանագիր կնքես հանքերը շահագործողների հետ, ոչ թե ինվեստորների ու տերերի, այլ շահագործողների հետ համաձայն միջազգային օրենքի պայմանագրի դու կնքես նրանց հետ եւ Աֆինաժի գործարանի բացակայությունը Հայաստանում եւ արտոնագրված լաբորատորիայի բացակայությունը Հայաստանում բոլոր
հանքարդյունաբերողները իրենց լաբորատորիաներ ունեն, որոնք իրենք անալիզ են անում իրենց համար, որպեսզի իրենք այդ արժեքի իմանան եւ կարող են իրենց հաշվարկները, տնտեսական հաշվարկները կատարել, բայց նրանք պարտավոր չեն, որպեսզի այդ ինֆորմացիան, որը իրենց տնտեսական սեփականությունն է, իրենց բիզնեսի սեփականությունն է համարվում, որևէ մեկի տան, նույնիսկ կառավարությանը տան, որտեղ հիմնականում այդպիսի կազմակերպությունները փակ ձեռնարկատիրական ընկերություններ են, շատերը գրանցված են օֆշորական զոնաներում, իրենց ստեղծում են մի քանի ֆիրմաներ, այդպես օֆշորական, պատտում են, արժեքը մեծացնում են, ցույց են տալի, որ եկամուտ չկա, որից տուժում է Հայաստան պետությունը, բյուջե չի մտնում փողեր եւ համապատասխան գումարները չի մտնում եւ Հայաստանի ժողովուրդը չի օգտվում դրանից։ Դրա համար երևի Աֆինաժային գործարանը պարտադիր է, արտոնագրված լաբորատորիան պարտադիր է, ինչպես Ռուսաստանում տեղի ունեցավ 97 թվականին պրեզիդենտ Ելցինը արգելեց չմշակված հանքանյութ արտահանել, որը օգնեց նրան, որ բյուջե անմիջապես շատ արագ փողեր մտան, որտեղ պարտադրեց, որպեսզի ստուգվի արտոնագրված լաբորատորիայում ինչքան արժեքի դուրս գալի եւ դուրս գալուց առաջ ամբողջ ժողովրդի պետության փողերը պիտի մուծվի, նոր արտահանվի։ Դա էլ օգնեց, որպեսզի բյուջեն արագ բազմանա, զարգանա եւ հիմնականում ստիպեց այդ ժամանակ 97 թվականին, որ բոլոր հանքարդյունաբերողները, որոնք ստանում են լիցենզիա, պիտի լինեն բաց բաժնետիրական ընկերություններ, բայց եւ բաց սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններ եւ պարտադրեց ռուսական իշխանությունը, որ պիտի հաշվետու լինեն ռուսական հարկային օրգանների առաջ, պիտի գրանցված լինեն Ռուսաստանի տարածքում, որ այդ 3-4 բաները Հայաստանում գոյություն չունի եւ պարզ է, որ եթե դու չգիտես ինչ արժեք ես դու տալի, ինչ արժեք են դուրս անում, ինչին ես դու հսկում եւ այդտեղից ինչքան ես ստանում, ինչքանը բյուջե պիտի ուղարկես, ինչքանը պիտի ժողովրդին որպես բաժնամասին հանես, մինչեւ այս վերոհիշված մի քանի Սահմանադրության փոփոխություն արտադրանքի բաժանման օրենքի կիրառում, Աֆինաժային գործարան, հավաստագրված լաբորատորիա, չվերամշակված հումքի արգելում արտահանելը, փակ բաժնետիրական ընկերությունների արգելում, նրանց հետ պայմանագիր չկնքելը, բոլոր պայմանագրերը կնքել բաց բաժնետիրականի հետ, որոնք գրանցված են միայն Հայաստանի տարածքում, մակրություն պրազարաչնեց, թափանցիկություն հանքարդյունաբերության մեջ լինել հնարավոր չէ եւ վերահսկողությունն էլ հնարավոր չէ։ Եթե չգիտես ինչ ես վերահսկում, ինչպես Այս դեպքում ինչու է Հայաստանի Հանրապետության իշխանությունները, կառավարությունը շահագրգռված չի, որպեսզի իրականացնի այդ ձեր թվարկած ծրագիրը։ Ուրեմն ինչ որ խանգարող բան կա։ Շատ ճիշտ եք։ Խանգարող բան շատ կա, քանի որ ասեցի մինչև 21 թվականը այդ օրենքները չեն աշխատել, առաջի անգամ հարկային դաշտ մտավ այսօրվա իշխանության ժամանակ, փաստորեն ստացվում է 90 թվականից մինչև 21 թվականը 30 տարի հանքարդյունաբերությունը հսկողության տակ չի եղել։ Հայաստանի համար չի աշխատել։ Հայաստանի համար եւ ժողովրդի եւ պետության համար չի աշխատել։ Ամեն ինչ դանդաղ է արվում եւ այսօրվա իշխանությունը, ինչքան գիտենք, փորձեր է անում, բայց չի ստացվում։ Ինչու՞, որովհետեւ Հայաստանում այսօր աշխատում են միջազգային մոնոպոլիստներ, որոնք 30 տարի եթե կարողացել են թալանել, նրանք աշխատում են այդպես շարունակել արհեստական եւ հիմնավոր պատճառներով նրանք դժվարություններ են ստեղծում կառավարության համար եւ դրա համար ինձ թվում է կառավարությունը ուզում է այդ օրենքները մտցնել, բայց այսպես ասած մեծ օպոզիցիա կոչվածը, որը իրականում ոչինչով չի օգնում, որպեսզի պետական համակարգն ավելի ճիշտ աշխատի, ընդհակառակը
հարգետք է հանդիսանում, որպեսզի ճիշտ օրենքներ ընդունվեն, մենք տեսնում ենք ազգային ժողովին ժամանակ ինչպես են օրենքները ընդունվում։ Հենց կարևոր օրենքը ընդունելուց оппозиցիան դուրս է գալի դա լիճից փոխանակ օգնի, որպեսզի ճիշտ օրենքը ընդեղ դա ժամանակավոր դժվարությունները ինձ թվում է նոր այս ընտրություններից հետո կառավարությունը կհաղթահարի ամեն ինչ լավ կլինի։ Ես կարծում եմ շատ հանքարդյունաբերողներ համաձայն չեն լինի ձեր այդ տեսակետի հետ, որ իրենք աշխատում են Հայաստանի դեմ, հակառակը նրանք ցույց կտան աշխատատեղերը, ցույց կտան բարձր աշխատավարձեր, ընդհանրապես հանքարդյունաբերողների հետ այդ դիալոգը, այսպես ասած, ես կարծում եմ, որ չկա պետության եւ նրանց, ասենք, կազմակերպությունների մեջ փոխադարձ նորմալ աշխատանք, թե ոչ։ Շատ ճիշտ հարցրեցիք, այդ փոխհարաբերությունը ոչ թե պիտի լինի պետության եւ հանքաշահագործողի մեջ լեզվակռվի միջոցով, այլ պիտի լինի օրենքի սահմանում։ Եթե այսօրվա կարգավորող հանքարդյունաբերությունը համաձայն համաշխարհային արտադրանքի բաժանման օրենքով է լուծվում, իսկ Հայաստանի կառավարությունը այդ օրենքը մինչև հիմա չի ընդունել։ Դա 50%-ն է։ 51-ից ավելին։ 51-ից ավելին, որ պիտի մնա այն տարածքին, այն ժողովրդին, որ դա վերաբերում է միայն գումարին, թե դա վերաբերում է նաև կառավարմանը։ Եվ կառավարմանը եւ 100% կառավարմանը, որովհետեւ ինվեստորը եւ շահագործողը երբեք հանքի տերը չի դառնում, հանքի տերն է կառավարում ամեն ինչը։ Նրանք միայն աշխատանքներն են ղեկավարում։ Իսկ արժեքն էլ այդ օրենքով է, բաժնամասերն էլ այդ օրենքով է ղեկավարվում եւ բաժանվում։ Քանի դեռ Հայաստանի իշխանությունները այդ օրենքը չեն ընդունել, չեն կարող համաձայն միջազգային օրենքների աշխատել եւ այդ վեճը կլինի լեզվակռվի ձևով։ Իսկ այդ օրենքը ընդունելուց հետո ոչ մի հանքաշահագործող չի կարող ասել, որ ես դեմ եմ միջազգային օրենքին։ Այդ ավտոմատ կլուծվի։ Ունեք արդյոք տեղեկություններ, թե Հայաստանի Հանրապետության կառավարությունը այդ հարցով զբաղվում է, արդյոք մշակում է այդպիսի օրենսդրական ազգային ժողովը, մշակում է այդպիսի օրենսդրական նախագիծ, ճիշտ է, հիմա փոխվեց ազգային ժողովը, բայց այնուամենայնիվ ունեք նման տեղեկություններ, որ կա այդպիսի գործընթաց։ Լուրջ գործընթաց կա, չգիտեմ, բայց խոսակցությունները արդեն կաբինետներում եւ դրսում խոսում են այդ մասին, որ կառավարությունը նույնպես պիտի գնա միջազգային օրենքների ընդունումով եւ ղեկավարումով հանքարդյունաբերությունը։ Բացի դրանից փորձը ցույց է տալի այն կառավարությունները, որոնք այդ միջազգային օրենքներով չեն աշխատում եւ իրեն ընտրած ժողովրդի շահերի մասին չեն մտածում, այդ կառավարությունները ապագա չունեն։ Այսօրվա կառավարությունը, քանի որ ժողովուրդն է ընտրել, ուզեն այդ օրենքը պետք է ընտրեն, ուզեն պիտի հայ ժողովրդի շահերի մասին մտածեն, որպեսզի իրենց պաշտոնները պահպանեն։ Շնորհակալություն պարոնակ հետաքրքիր զրույցի համար։ Սիրելի բարեկամներ, հիշեցնեմ, որ մենք զրուցում էինք Կուզբասի հայերի միության նախագահ Գեորգի Անտոնով Միրզախանյանի եւ նույն Կուզբասի հայերի միության փոխնախագահ բնապահպանական նախկին դատախազ Ռաֆիկ Խոջոյանի հետ։ Աղթում եմ ձեզ ամենայն բարիք եւ մինչեւ նոր հանդիպում։